Մարդու իրավունքների Եվրոպական դատարանում 2008 թվականի մարտի 1-ի 9 զոհերի ընտանիքների ներկայացրած բողոքներով գործերի ընթացքը սկսվել է։ Հայաստանի կառավարությանն արդեն ուղարկվել են հարցեր առ այն, թե արդյոք խախտվել է մարտի 1-ի զոհերի Եվրոպական կոնվենցիայի 2-րդ հոդվածով երաշխավորված կյանքի իրավունքը։ Արդյոք նրանց մահը այնպիսի ուժի գործադրման հետևանք է, որը եղել է բացարձակ անհրաժեշտություն։ Արդյոք ներպետական ատյաններում քննությունն ընթացել է կոնվենցիայի խախտումներով եւ արդյոք սպառված եղել են երկրի ներսում արդյունավետ քննության հասնելու հնարավորությունները։ Ազգային ժողովի Հայ ազգային կոնգրես խմբակցության իրավական հանձնաժողովի ներկայացուցիչ Արմեն Խաչատրյանը կառավարության ուղղված Եվրոպական դատարանի այս հարցերը համարում է ամբողջական։ Նրա կարծիքով, եթե Եվրադատարանը ուժի կիրառումը ճանաչի անհամաչափ, ապա մարտի 1-ի սպանությունների մեղադրանքը ուղղակիորեն կուղղվի իշխանությանը։ Մասնավորապես իշխանության այն պատասխանատուին, ով իրավունք ուներ այդ ուժը կիրառելու հրաման տալու։ Հայաստանի Հանրապետությունում նման իրավունք ունի Գերագույն գլխավոր հրամանատարը։ Civilnet-ի հետ զրույցում իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը ուշացած, բայց դրական տեղաշարժ է գնահատում այն, որ տարիներ ձգձգումից հետո մարտի 1-ի գործը վերջապես Մարդու իրավունքների Եվրոպական դատարանի վարույթից տեղափոխվել է Հայաստանի Հանրապետության կառավարության հետ հարցուպատասխանի փուլ։ Ձգձգման պատճառը իրավապաշտպանը պայմանավորում է Մարդու իրավունքների Եվրոպական դատարանում Հայաստանի դատավոր Ալվինա Գյուլումյանի կատարած աշխատանքով։ Ժաննա Ալեքսանյանը կարծում է, որ Եվրոպական դատարանի վճիռը համապատասխանելու է հայ հանրության սպասելիքներին եւ լինելու է Հայաստանի Հանրապետության դեմ։ Սա մի դեպք էր, որ երբեք չի մոռացվի, սա Հայաստանի պատմության մեջ ամենաողբերգական դեպքերից մեկն է։ Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը տարօրինակ զուգադիպություն է անվանում այն, որ Մարդու իրավունքների Եվրոպական դատարանի եւ կառավարության հարցուպատասխանի մեկնարկից ժամեր անց Սերժ Սարգսյանը գեներալ-մայորի կոչում է տվել մարտի 1-ի դեպքերով քննչական խմբի ղեկավար Վահագն Հարությունյանին։ Շատերը Վահագն Հարությունյանին գիտեն մարտի 1-ի դեպքերով, բայց մենք որ այս դաշտում աշխատում ենք, գիտենք նաեւ այլ դեպքերով, թե ինչ պատվեր է իրականացնում եւ ինչ թողտվությամբ է աշխատում Վահագն Հարությունյանը։ Դե սա այս երկրի դեմքն է, հենց սա Վահագն Հարությունյանին գեներալ-մայորի կոչում տալը ցույց է տալի այս երկրի իրական դեպքը։ Հայ ազգային կոնգրես խմբակցության падգամավոր Արամ Մանուկյանը Վահագն Հարությունյանին գեներալ-մայորի կոչում տալը համարում է ծաղր մարտի 1-ի զոհերի նկատմամբ։ Սերժ Սարգսյանը դրանով ասում է, ես տեր եմ կոծկելու, տեր եմ այն մարդկանց, ովքեր կոծկել են այդ գործը։ Մարտմեկյան զոհերի ընտանիքների ներկայացրած գործերի վերաբերյալ Եվրադատարանի որոշումը կարող է ունենալ ինչպես իրավական, այնպես էլ քաղաքական հետևանք։ ՀԱԿ խմբակցության իրավական հանձնաժողովի ներկայացուցչի հավաստմամբ Եվրադատարանի որոշման կայացումից հետո այլևս որևէ պետական մարմին չի կարող ասել, թե մարտմեկյան իրադարձությունների մեղավորները ընդդիմությունն էր կամ հանրությունը։ Այլևս խուսափել այն մեղադրանքից, կոնկրետ մեղադրանքից, որ մարտի 1-ի զոհերի այդ հանցագործության մեջ առաջին հերթին պատասխանատուն այն անձն է, ով որ իրավունք ուներ զենք կիրառելու հրաման տալու, այլևս այդ հարցը որևէ կասկածի տեղիք չի տալու։ Արմեն Խաչատրյանը նշում է նաև, որ այս ռեժիմի պարագայում գուցե մարտի 1-ի անմիջական մեղավորները չկանչվեն իրավական պատասխանատվության, սակայն հաշվի առնելով այն հանգամանքը, որ Եվրադատարանի որոշումներն անժամկետ են, ապա համակարգի փոփոխությունից հետո ներպետական ատյանները Եվրադատարանի որոշումը կարող են որպես նոր Երևան եկած հանգամանք օգտագործել եւ մեղավորներին ենթարկել պատասխանատվության։ Երբ որ արդեն հնարավորություն եղավ գործնականում կիրառել այդ վճիռը, այլևս այդ կիրառողները որևէ բանի կարիք չեն ունենա, իրանք ունենան օրինական Եվրոպական դատարանի ուժի մեջ մտած վճիռ, որով ներպետական ատյանները պարտավոր են որպես նոր Երևան եկած հանգամանք օգտագործել եւ նաեւ դրանից բխող իրավական քայլեր կատարել։ Եվրոպական դատարանի կայացնելիք վճիռը Հայաստանի կառավարությանը ստիպելու է նաեւ բեկանել մարտի 1-ի հետ կապված բոլոր գործերը։ Падգամավոր Արամ Մանուկյանը լիահույս է եւ կարծում է, որ այս փուլը կարելի է համարել վարույթ ընդունելու ձևական կողմ եւ սպասել, որ հաշված ամիսներ հետո Եվրոպական դատարանը կկայացնի վճիռ, համաձայն որի իշխանությունները ստիպված կլինեն պատասխանել համարժեք փոխհատուցում տրամադրելուց խուսափելու, մեղավորներին պատասխանատվության չկանչելու եւ կատարած հանցագործությունները կոծկելու վերաբերյալ հարցերին։ Թեպետ ուշացած, բայց իրենց իրավունքների համար պայքարի դուրս եկած քաղաքացիների ոտնահարված իրավունքները կվերականգնվեն, ասում է Արամ Մանուկյանը։ Արփի Մաղսուդյան, Դավիթ Ավետիսյան, Գևորգ Հարոյան, Civilnet։